Սառցապատ կղզու բնակիչները լարված են, բայց տեսախցիկների առաջ փորձում են խիզախ երևալ։ Սպիտակ տանը չպետք է իմանան, որ գրենլանդացիները անհանգստանալու առիթ ունեն։ Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ։ Թրամփը սպառնում է մեզ, բայց ժամանակն է, որ բավարարվի իր ունեցածով։ I'm not frightened because I believe in NATO and I believe in Europe. Ես չեմ վախենում, քանի որ հավատում եմ ՆԱՏՕ-ին, Եվրոպային, նրանք մեր թիկունքին կանգնած են։ Գիտեք, մեր ու ամերիկացիների ամենամեծ տարբերությունը հենց այն է, որ ի տարբերություն ամերիկացիների մենք կարող ենք վստահել մեր պաշտոնյաներին։ Գիտենք, որ նրանք իրենց ձեռքից եկածն անում են իրենց ժողովրդի համար, եւ ես վստահ եմ, որ այս հարցն էլ կկարգավորեն։ Գրենլանդիայի իշխանությունը բնակչությանը հորդորել է առնվազն 5 օրվա սննդի պաշար հավաքել։ Կղզին պատրաստվում է Թրամփի ամենաանկանխատեսելի քայլերին։ Թող հեռու մնա մեզնից Թրամփը, մենք մեզ համար խաղաղ ապրում ենք։ Սառցապատ կղզում իրենց համար խաղաղ ապրող գրենլանդացիների ճակատագիրը թեժ քննարկվում է Գրենլանդիայից մոտ 5000 կիլոմետր հեռու շվեյցարական Դավոսում։ Թրամփը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի թոփ թեման է դարձրել Գրենլանդիայի հարցն ու մի շարք սկանդալային հայտարարություններ արել։ Եկեք նայենք Գրենլանդիային, այն մի մեծ գեղեցիկ սառույցի կտոր է, բայց մենք պահպանեցինք ու պաշտպանեցինք այն, թույլ չտալով, որ մյուսները ոտք դնեն այնտեղ։ Առանց մեզ դուք այսօր երևի կխոսեիք գերմաներեն ու գուցե մի քիչ էլ ճապոներեն։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մենք փրկեցինք Գրենլանդիան ու վերադարձրինք այն Դանիային։ Հիմար էինք էլի, բայց մենք արեցինք դա, իսկ նրանք անշնորհակալ դուրս եկան։ Թրամփը Գրենլանդիան անվանել է Հյուսիսային Ամերիկայի մաս եւ չի հերքել, որ կղզին իրեն պետք է, ինչու ոչ, այնտեղ նաեւ ոսկե գմբեթ հակահրթիռային համակարգի մասեր տեղակայելու համար։ Բացառել է արկտիկական կղզին ուժով վերցնելու հավանականությունն ու ասել, որ պատրաստ է բանակցել։ Դանիայի արտաքին գործերի նախարարը ավելի ուշ մերժել է Գրենլանդիան ձեռք բերելու շուջ նահանգների հետ բանակցելու առաջարկը։ Մենք մեր հիմնարար սկզբունքներից չենք հրաժարվի, որևէ բանակցության մեջ չենք մտնի, ասել է նա։ Պարոն նախագահ, Դանիայի արտաքին գործերի նախարարը մերժել է Գրենլանդիայի շուրջ ձեզ հետ բանակցելու առաջարկը, ասել է, որ չի էլ պատրաստվում քննարկել։ Դե նրանք ինձ այդ մասին բան չեն ասել, իսկ ես չեմ սիրում երկրորդ ձեռքից ստանալ այդպիսի տեղեկություններ։ Եթե նա ուզում է ինձ ինչ-որ բան ասել, թող ուղիղ երեսիս ասի։ Դավոսում Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է իր առաջարկած համաձայնագիրը, ըստ որի Գրենլանդիայի որոշ տարածքներում ամերիկյան ռազմական ներկայություն պետք է լինի։ New York Times-ը հղում անելով ՆԱՏՕ-ի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների գրել է, որ Դանիան կարող է ընդունել առաջարկվող համաձայնագիրն ու Վաշինգտոնին իշխանություն տալ Գրենլանդիայի որոշ տարածքների նկատմամբ ռազմական բազաների կառուցման համար։ Լիլիթ Գասպարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։